Խանոհանյան, ձեր թույլտվությամբ մի փոքր, այսպես այլ օրակարգի անդրադառնանք։ Օրեր առաջ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հենց ձեզ էր ուղղված իր այդ խոսքը, ասաց պետք է ձեզ բոլորիդ ԱԾ պատվալները լցնեի։ Դրանից հետո էլ Ալեն Սիմոնյանն է ասում, դատախազը պետք է գա որոշ պատգամավորների հետևից։ Այս հայտարարությունները ինչ ազդակ էին, արդյոք առաջիկայում հնարավոր է ընդդիմադիրների նկատմամբ գործընթացներ սկսել։ Տեսեք, ընդդիմադիրների նկատմամբ գործընթացները նոր չեն, տարբեր մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, սկսած մեր դաշինքի ղեկավարից եւ նորություն չի, մեր դաշինքի ղեկավարը այսպես սառնասրտորեն եւ դիմացկուն կերպով տարիուկես եղել է ձերբակալված վիճակում եւ երբևիցե չի ընկճվել, այլ ընդհակառակը դրանից հետո մենք միասին շարունակել ենք մեր պայքարը, բավականին մեծ քանակությամբ պատգամավորների նկատմամբ քրեական գործեր կան, որոնք որ քննվում են, շինծու գործեր են, շատերը դրանք չեն ընդունում, բայց այնուամենայնիվ դա դատական իշխանության նրանց անաչառ եւ անկախ գործունեության արդյունքում պետք է իրենց վերջնական լուծմանը լինի, ոչ թե ասենք գործադիրի ղեկավարի ցուցմամբ իրականացված գործունեություն։ Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը նախ բազմաթիվ այդպիսի ցուցումներ է տվել, սպառնացել է դատական իշխանությանը, ամբողջ իրավական համակարգին եւ նրա բոլոր տիպի խոսույթի վերջնարդյունքում մենք ունեցել ենք նաեւ ուժային կառույցների համապատասխան գործունեություն, բայց միևնույն ժամանակ էլ մենք պետք է հասկանանք հետեւյալը, որ նախ դա երկրի ղեկավարի խոսույթ չէ, երկրի ղեկավարը իրենց սովորական այսպես փողոցային խուլիգանի նման է պահում, հանգիստ հարց էր տրվել, որ հանրային հարթակում կան մի քանի աղմկահարույց գործեր, որոնց նկատմամբ ինչ, ասենք, հետաքրքրություն է առաջացել ժողովրդի մոտ եւ ինչ միջոցառումներ է ձեռնարկում, փոխանակ ինքը ներկայացնի եւ ասի, ինքը փոխում է ինչպես միշտ, այդ ամենը փոխում է մեր վրա, անդիմության վրա, հների վրա եւ այլն, բայց մենք այլ բան պետք է տեսնենք, որ երկրի ղեկավարը որոշակի հոգեվարքի մեջ է գտնվում, իր մոտ սովորաբար այդպիսի հիստերիաներ են առաջանում, երբ որ ինքը կորցնում է իր հավասարակշռությունը, գիտելիքի, գիտակցության մթագնություն է տեղի ունենում եւ այդ ամեն ինչը վերածում է հիստերիայի եւ տեսակ չէ, որ երկրի ղեկավարը ինչպես էր ձեռք թափ տալիս, մարդ թափ տալիս, ինչպես նախկինում, չգիտեմ, տարբեր ժեստերով խոսում, վիրավորում, դու երկրի ղեկավար ես, բոլոր այսպես կառույցները քո ենթակայության տակ են, ինչ իմաստ ունի, որ երկրի ղեկավարը ինքն է ձեռք թափ տալիս եւ այլն։ Կտեսնենք, թե իշխանափոխությունից հետո ինչպես է ինքը ձեռք թափ տալու կամ մեր նման այսպես ազատ առանց որևիցե մի այսպես պահակախմբի քայլելու մեր երկրի վրա։ Կարծում եմ, որ այս հոգեվիճակը, որում գտնվում է Նիկոլ Փաշինյանը եւ կարելի ասել նաեւ նրա կողմնակիցները, խոսում է նրա մասին, որ իրենք կորցրել են հավասարակշռությունը եւ օրըստօրե կորցնելով իրենց ռեյտինգը, կորցնելով իրենց արժանինքները, չնայած արժանինքներ չեն ունեցել, կամաց գիտակցում են, որ իշխանության վերջը գալիս է եւ այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել եւ Արցախում եւ Հայաստանում, իրենք պատասխան են տալու։